Հարգելի հյուրեր, հարգելի ունկնդիրներ, մեր երկրի անվտանգությունը ապահովելու համար մենք ստեղծելու ենք համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգ, որ լինելու է խաղաղության երաշխիքը։ Այնպիսի համակարգ, որում պետական բոլոր մարմինները, յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր ձեռնարկություն, յուրաքանչյուր համայնք, լինի դա տեղական թե մասնագիտական, իմանա իր անելիքը, վարժված և պատրաստված լինի այդ անելիքը անելու ճգնաժամի, աղետի կամ պատերազմի ժամանակ։ Մեր բանակը մեր պաշտպանական համակարգի առանցքային բաղադրիչն է։ Մեր պաշտպանական ծախսերը մենք մշտապես պահելու ենք բարձր մակարդակի վրա, հնայի առնվազն 7%, որպեսզի կարողանանք չեզոքացնել այն սպառնալիքները և այն խզվածքը, որը մենք այսօր ունենք մեր հավանական հակառակորդների կամ թշնամիների հետ։ Մենք զինվորական ծառայությունը դարձնելու ենք գրավիչ և պատվաբեր, էապես պարզեցնելու ենք ատեստացիայի համակարգը, զորացրված և պայստազորում գտնվող զինծառայողների համար ներդնելու ենք քաղաքացիական մասնագիտական վերապատրաստման դասընթացներ։ Մենք մշտապես արդիականացնելու ենք մեր զինված ուժերը, ներդնելու ենք առաջադեմ ռազմական և կրթական ծրագրեր։ Զինվորը պետք է ոչ թե սովորի զրկանքներին դիմանալ, այլ կառավարել նորագույն տեխնոլոգիաներով հագեցված ռազմական տեխնիկան։ Ռազմավարական զսպումը խաղաղությունը ապահովելու կարևոր միջոցներից է։ Մեր նպատակն է լինելու արտաքին ագրեսիայի դեպքում թշնամուն հասցնել անընդունելի և ոչ վերականգնելի կորուստներ։ Մեր երկրի վրա հարձակվելուց առաջ թշնամիները պետք է երկար մտածեն և հրաժարվեն այդ մտքից։ Մենք պետք է լինենք այն ոզնին, որ ունի սուր և երկար փշեր և որի հետ պետք է միայն խաղաղություն ուզենալ։ Մենք ստեղծելու ենք բանակի համեմատ առնվազն կրկնակի թվով ակտիվ պայստազոր, որ կցագրված կլինի զորամասերին և պարբերաբար հավաքներ կանցկացնի։ Մենք կապահովենք պայստազորային հավաքների բարձր արդյունավետությունը, դրանում օգտագործելով մեր երկրում գործող բազմաթիվ ռազմամարզական և ռազմահայրենասիրական կազմակերպությունների ներուժը, ակտիվորեն խթանելու ենք և խրախուսելու ենք այդպիսի գործունեությունը։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու քաղաքացիական պաշտպանությանը։ Բոլոր բնակավայրերում ստեղծելու ենք անվտանգ ապահով կացարաններ, ամրացված շրջաններ, սննդի, ջրի, վառելիքի և այլ պաշարներ։ Կիբերանվտանգությունը այսօր առանցքային դեր ունի երկրի և երկրի ենթակառուցվածքների պաշտպանության գործում։ Մենք բոլոր զգայուն համակարգերում կստեղծենք կիբերանվտանգության հավելյալ պաշտպանական շերտեր, կաջակցենք մասնավոր ընկերություններին ուժեղացնելու սեփական կարողությունները։ Ռազմարդյունաբերությունը մեր երկրի պաշտպանական համակարգի առանցքային մասն է։ Այն ապահովում է մեր ինքնաբավությունը, այն ապահովում է մեր սեփական կարիքները։ Մենք մշտապես ընդարձակելու ենք ռազմարդյունաբերական կարողությունները, նպատակ ունենալով առավելագույնս բավարարել սեփական կարիքները։ Շարունակաբար ներդրումներ ենք կատարելու սպառազինության ռազմական տեխնիկայի նորությունների մշակման մեջ և դառնալու ենք ռազմական տեխնիկայի և լուծումների արտահանող։ Որպես ամփոփում, մենք շարունակաբար ավելացնում ենք մեր պետության ուժը, մեր սեփական կարողությունները։ Մենք ինքներս ենք լինելու մեր խաղաղության ապահովողը։